հարգելի նիստը նախագահ, հարգելի գործընկերներ, ես մինչև սկսելը ուղղակի լավ չհասկացա, պիտի ճշտեմ, պարոն Մինասյան, հիմա իմ հարցինի պատասխան անկեղծ ասած չհասկացա, պարոն Ավետիսյանը հիմա հանդիսանում է Հայ-հեղափոխական դաշնակցություն կուսակցության անդամ, թե ոչ։ Զուտ, հիմա պարոն Ավետիսյանը կուսակցության անդամ է ձեր, թե ոչ։ Կասեցված է, շատ լավ, ես է ուզում ճշտեի, հիմա նայեք հարգելի գործընկերներ, ուրեմն քիչ առաջ մենք շուրջ 3 տասնյակ օրենքների նախագծեր էինք քվեարկում եւ դրանց մեջ շատերը կային, բայց ես երկու հատ առանձնացնեմ, ուրեմն մի հատ վերաբերում էր գնումներին, որը ուներ հակակոռուպցիոն նշանակություն, այսինքն ինքը արգելում է պետական պաշտոնյաների հետ փոխկապակցված ընկերություններին ուղղակի մասնակցել պետական գնումներին։ Եվ երկրորդը ունենք հարկային օրենսգրքում կատարվող փոփոխություններ, որոնք շուրջ 10 դեպքով, այսպես ասենք, բոլորը թեթևացնում են գործարարների կյանքը։ Չկա մի հատ այնպես ձևի համար մի հատ փոքր բան, որ ասենք սա վատթարացնող է։ Այդ բոլոր խնդիրները եկել էին գործարար համայնքից եւ այդ բոլոր խնդիրները լուծվում էին այդ փաթեթով, այսինքն գործարար համայնքը դրան շատ երկար էր սպասում։ Հիմա Հայաստան դաշինքը որպես կանոն կողմ չի քվեարկում, ձեռնպահ է քվեարկում, այդ արդեն սովորել ենք, բացի պայմանագրերից եւ օրինակ բանակին վերաբերող նախագծերից մեր գործընկերները դեմ կողմ չեն քվեարկում, անկախ նրանից նախագիծը լավն է, վատն է։ Հիմա ձեր խմբակցության դեպքում այդ հասկանալի է, այ պարոն Ավետիսյանին հասկանալի չի, հիմա պարոն Ավետիսյան, եթե արդեն դուք հանդես եք գալիս ոչ թե Հայաստան խմբակցության падգամավոր, ոչ թե հեղափոխական դաշնակցության կուսակցության падգամավոր, այլ որպես մրցակցության պաշտպանության հանձնաժողովի թեկնածու, հետո հետ գնացիք այս ամբիոնից, նստեցիք այդտեղ, էլի հետ վերադարձաք Հայաստան խմբակցության դիրքորոշմանը։ Հիմա ես ուզում եմ հասկանամ, վաղը մյուսօր որ օրինակ մրցակցության հանձնաժողովում որոշակի որոշումներ լինեն, դուք տենց լրիվ կարողանալու եք անկողմնակալ դիրքորոշում ձևավորել, թե ոչ։ Որտեվ շատ է եղել, ես տեսել եմ, որ դուք օրինակ անկեղծ որևէ հարցի վերաբերյալ ունեք դրական դիրքորոշում, բայց ուրիշ ձև եք քվեարկում, այդ էլ եմ հասկանում, կուսակցական կարգապահություն կա, կանոններ կա, նույնը մենք ենք անում, բայց հիմա քանի որ դուք իմ հարցինի պատասխան բջջային հեռախոսների հետ կապված այդ հարցին չպատասխանեցիք, հղում անելով նրա վրա, որ դուք արդեն հանդիսանում եք падգամ հանձնաժողովի անդամի թեկնածու, հետո հետ գնացիք ձեր խմբակցության դիրքորոշմանը համահունչ ձեռնպահ քվեարկեցիք բարելավող նախագծերի փաթեթին։ Խնդրում եմ, որ եզրափակիչ ելույթ ունենաք, այս հարցին անպայման պատասխանեք։ Ինչ վերաբերում է հենց կոնկրետ այդ հարցին, ես կարծում եմ, որ կան դեպքեր, որոնք այնքան ակնհայտ են եղել, որ դրանց համար հատուկ վերլուծությունների կարիք չկա։ Հայաստանի Հանրապետությունում ոչ ես էի բջջային հեռախոսներ կրում, ոչ բանան, ոչ մնացած բաները, բայց Հայաստանի Հանրապետության քաղաքացիների շրջանում, որ հարցում անենք, 100-ից 99 ձեզ կպատասխաներ, թե այդ ամեն մի ապրանքատեսակի գծով ում բիզնեսն է եւ ինչով են զբաղվում, ու շատ ցավալի է, որ այդ հարցին պատասխանելու առումով կաշկանդվածություն ունեք։ Բայց ես ինքս, պարոն Ավետիսյան, ձեր ել եմ կրկնում, մասնագիտական որակները շատ բարձր եմ գնահատում եւ ձեր պարտաճանաչությունը եւ ձեր պատասխանատվությունը բարձր եմ գնահատում, անկեղծ եմ ասում, շատ ափսոսում եմ, եթե ընտրվեք գնաք ազգային ժողովից, որովհետեւ առանց ձեզ հանձնաժողովի աշխատանքը լիարժեք չի լինի, որովհետեւ ընդդիմության ներկայությունը շատ կարեւոր է ցանկացած հանձնաժողովում։ Լինի 2 ամիս թե 2 տարի, մենք ցավոք սրտի այդ խնդիրը ունենք։ Եվ խնդրեմ նաեւ վերջում մի հարցի անդրադառնանք, դուք նշեցիք, որ շատ կարևոր է, որպեսզի որոշումները լինեն ապաքաղաքական, վերլուծություններ անեն նախնական, օրինակ տեսնեն մրցակցության հանձնաժողովի դերը ֆինանսական ոլորտում, այլ ոլորտներում ինչպիսին պիտի լինի։ Ես ուզում եմ նաև դուք ասեք ձեր վերաբերմունքը ինչպիսին էր վերջին շրջանում մրցակցության հանձնաժողովի վերաբերյալ կատարված օրենսդրական փոփոխությունների հետ կապված։ Այդ դեպքում էլ ձեռնպահ եք քվեարկել, հարց տվել եք, բայց ձեր դիրքորոշումը խնդրում եմ մի անգամ էլ հստակեցնեք։ Առաջինը, երբ որ մենք մրցակցության հանձնաժողովը օժտեցինք լրացուցիչ գործիքակազմով, իրենց տվեցինք օպերատիվ հետախուզական միջոցառումներ անելու հնարավորություն, այսինքն
ահագին մեծ ռեսուրսներ տվեցինք, դա ինչպես է գնահատում, եւ երկրորդ փոփոխությունը, երբ մենք մրցակցության հանձնաժողովը դարձրեցինք նաեւ սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողով, դուք այն ժամանակ հարց եք բարձրացնում, արդյոք մենք ռեսուրսների խնդիր կունենանք, թե չէ, ու ոնց է հանձնաժողովը դրա տակից դուրս գալու, դուք ինքներդ հիմա, եթե գնաք այդ հանձնաժողով, ոնց եք պատկերացնում այդ հարցերի լուծումը, ու ձեր կարծիքով հանձնաժողովը կարողանալու է արդյունավետ իրականացնել այն բոլոր ֆունկցիաները, որոնք իր վրա դրված են այս նոր փոփոխություններով։ Այսքանը շնորհակալություն, այդ որոշումն ինձ թվում է վերջում ձեր ամփոփիչ ելույթից հետո ինքս իմ մեջ կկայացնեմ, շնորհակալություն։ Հավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիր նորությունները բաց չթողնելու համար։